Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, ողջույն։ Մեկ րոպեի չափ, կես րոպե հնարավոր է սպասեմ, մինչև դիտումներ լինեն եւ կշարունակեմ եթերը։ Փորձեցի, ուզում եմ կարճ ուղիղ եթեր անել։ Սպասում եմ, որպեսի 1-2 հոգի տեսնեն ուղիղ եթերը միանան, ահա, 1 հոգի արդեն տեսնում է իմ եթերը, 2 հոգի, շատ լավ է, ողջույն ընկերներ, խնդրում եմ ովքեր այս ուղիղ եթերը կդիտեն, անպայման լայքեն, տարածեն, որպեսի կարևոր կարճ ուղիղ եթեր է, բայց կարևոր եթեր է։ Ինչու փորձեցի այս ուղիղ եթերը անել։ Քիչ առաջ ազգային ժողովրդավարական բևեռի լրագրող Հերմինե Մկրտչյանը րոպեներ առաջ, 10-15 րոպե առաջ մոտեցավ Փաշինյանին եւ հարցեր էր ուզում ուղղել։ Ինչպես միշտ Փաշինյանը փախչում է ազգային ժողովրդավարական բևեռից, որովհետև շատ լավ գիտի, որ իր վախը միայն բևեռն է, որևէ այլ ուժեր, նախկիններ, չգիտեմ, Ռուսաստանի, այսպես ասած, իր բառերով ներողություն, ես հիմա ուրեմն ձայնը անջատեմ, որպեսզի մեզ չխանգարի։ Շատ լավ գիտակցում է Փաշինյանը, որ իր վախը բևեռն է, դրա համար էլ բևեռի անունը չի տալիս, նախկինների անուն է տալիս, Ռուսաստանի օլիգարխ եւ մյուս բաներ, լավ հասկանալով, որ եթե բևեռի անունը տա, դա բևեռի համար գովաստ կլինի, իր կարծիքով, թե պետք չի բևեռի անունը տալ, որպեսզի ժողովուրդը ազգային ժողովրդավարական բևեռին չիմանա։ Եվս մեկ անգամ մենք տեսանք, թե ինչպես է Դավաճան Նիկոլը փախչում ազգային ժողովրդավարական բևեռ շարժման, այս դեպքում արդեն մենք կուսակցություն ենք եւ մասնակցում ենք ընտրություններին, ոնց է փորձում փախչել։ Սա տիպիկ եւ տեսանելի անծածուկ փախուստ էր ազգային ժողովրդավարական բևեռից, Հերմինեին ասաց, որ դու Սասնա ծռերից ես, ճանաչեց այսինքն Հերմինեին եւ իր վախը միայն ստացվում է ազգային ուժերից է։ Ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ընտրությունների եւ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ բևեռը լինելու է ազգային ժողովում, պարզ է մենք քաչ գիտակցում ենք, որ 50 կամ 30% չենք հավաքելու, բայց մենք լինելու ենք ազգային ժողովում եւ հիմա ընկերներ պատկերացրեք, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի վիճակը, երբ որ ազգային ժողովրդավարական բևեռը կլինի ազգային ժողովում որպես քաղաքական կուսակցություն եւ հետեւաբար նաեւ կներկայանա որպես իշխանության մաս։ Այդ ժամանակ նոր Փաշինյանը կտեսնի, թե իսկական ընդդիմադիր լինելը եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահը առաջ քաշելը եւ իրեն անկյուն մտցնելը ինչպես է լինում։ Դրա համար եւս մեկ անգամ իմ խնդրանք հորդորն է, որ դուք ազգային ժողովրդավարական բևեռին ձեր վստահության քվեն տակ, ազգային ժողովրդավարական բևեռը համար 8-ի ներքո է հանդես գալիս եւ դուք պարզ տեսնում եք, սա փաստ է արդեն որերորդ անգամ, երբ որ մարտի 21-ին Չարենցավան քաղաքում ես հանդիպեցի Փաշինյանին, խուսափեց, փախուստ եղավ, բացահայտ փախավ, որպիսի այն մեղադրանքները, որ ես հնչեցնում էի, իր հասցեին դրա պատասխանը ինքը պետք է տար, բայց փախավ, սա արդեն երկրորդ անգամ է, որ հանդիպելով ազգային ժողովրդավարական բևեռին, Սասնա ծռերին, այս մարդը փախնում է, որովհետև էլի եմ կրկնում,
Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իրական ընդդիմությունը եւ իրեն անկյուն մտցնողը եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանողը, հայ ժողովրդի մեջքին կանգնողը, հայ ժողովրդի իրավունքները ներկայացնողը, Ադրբեջանին միջազգային դատարաններ քաշ տվողը, դա ազգային ժողովրդավարական Բևերն է եւ դա էր պատճառը, որ այս անգամ էլ ինքը փախավ Հերմինեի հարցադրումներին ինքը չպատասխանեց։ Դա բնական է, այդպես էլ պետք է լինի, այն ժողովուրդը ոնց է ասում, իրեն թվում է, թե գյուղից մարդ չկա, ինչ ուզի կարող է ասել, բայց չարաչար սխալվում է։ Իմիջիայլոց ես կարող եմ ասել ձեզ, եթե ուզում եք, ես էլ կփորձեմ Փաշինյանի ուղիղ եթերների տակ դնել այս ուղիղ եթերի հղումը, թող ինքը տեսնի եւ ազգային ժողովրդավարական Բևերի ուրեմն այդ ուղիղ եթերը կարող եք դնել իր այդ եթերների, հա, որ ցույց է տալիս իբր քարոզարշավ է անում, մարդիկ մոտենում են, չգիտեմ, իբրև իրեն ծափահարում են, այս հղումները պետք է դնել, որ երբ որ գնա գլուխ ուզի բարձին դնի, մի հատ էլ վախ ապրի, որ տեսնի, որ կա ազգային ուժ։ Ես նաև այս օրերի ընթացքում, ուրեմն, երբ որ մենք քարոզարշավ ենք իրականացնում, տարբեր մարդիկ մոտենում են, ինչ են ասում, դրա մասին եմ ուզում նաև կարճ խոսել, ասում են, բա մենք վախենում ենք, որ ազգային ժողովրդավարական Բևերը կարող է չանցնի, սիրելի ժողովուրդ ջան, սիրելի ընկերներ ջան, դրան մեկ պատասխան կա, շատ հեշտ լուծվող խնդիր է դա։ Դուք, եթե ասում եք, որ մեր մտքերը լավն են, մեր գաղափարները լավն են, գաղափարների լուծումները կան, խնդիրների լուծումները կան, բայց ասում եք, որ դե գիտեք ինչ, դուք ուժ չունեք, հա դուք երբ պետք է մեզ ուժ դարձնեք, դուք եք մեզ ուժ դարձնողը, գնացեք, քվեարկեք, տվեք ձեր վստահության քվեն ազգային ժողովրդավարական Բևերին, թող Բևերը հայտնվի ազգային ժողովում եւ այն ժամանակ եթե հանկարծ ինչ խոստումներով որ մենք եկել ենք, ինչ գաղափարներ որ առաջարկել ենք, հանկարծ ու այդ գաղափարների լուծումները, հանկարծ այդ գաղափարների բարձրաձայնումը եւ հետեւողականությունը, որ բարձրաձայնած այդ գաղափարների լուծումները անպայման պետք է տրվի, չկատարվի, այդ ժամանակ եկեք ասեք, գիտեք ինչ, բա մենք ձեզ ձայն ենք տվել։ Հիմա մենք մի վախի շրջափուլում անընդհատ նույն շրջանակի մեջ պտտվենք, հա, ընկերներ ջան։ Երբ պետք է դուք մեզ ձայն տաք, որպեսզի մենք կարողանանք ազգային ժողովում հայտնվել։ Ի վերջո դա միանգամից չի լինում, մենք լավ գիտակցում ենք, չէ, որ ամբողջ մի համակարգ աշխատում է ազգային ուժի դեմ։ Եվ հնարավոր չի, որ ազգային ժողովրդավարական Բևերը գնա ու 51% ձայն հավաքի եւ դառնա իշխանություն։ Մենք քայլ առ քայլ պետք է գնանք առաջ, բայց ո՞նց ենք գնալու առաջ, եթե սկզբնական այդ քայլը, սկզբնական մեր հայտնվելը ազգային ժողովում չլինի։ Ասում եք վախենում եմ, ինչից եք վախենում, ժողովուրդ ջան, դուք ձեր ձայնից վախենում եք։ Գնացեք ձայն տվեք ազգային ժողովրդավարական Բևերին, հունիսի 7-ին, երբ որ կմտնես ընտրախցիկ, ձայնը տուր համար 8-ին, հետո արի կանգնի ասա, գիտեք ինչ, մենք ձեզ վստահել ենք, դուք ասում եք, որ դուք ազգային ուժ եք, որ դուք հայի շահն եք հետապնդում, որ դուք տեր եք կանգնելու հայի իրավունքներին, թե չէ այսպես չի կարող շարունակվել, հասկանում եք, ուղղակի նստել կամ մոտենալ մեզ ասել, գիտեք ինչ, ձեր գաղափարները լավն են, բայց դուք ուժ չունեք, բայց ուժ տվողը մեզ ով է, մեզ ուժ տվողը դա ժողովուրդն է, մեզ ուժ տվողը դա ժողովրդի քվեն է, տվեք վստահության քվեն եւ հետո տեսեք, մեկ անգամ փորձեք ժողովուրդ ջան, իրական ազգային ուժին տալ ձեր ձայնը, մեկ անգամ փորձեք 30 ավել տարի ձեզ խաբել ու պտտացրել են, այդ նույն շրջանակի մեջ պտտացրել են, նախկին ներկա շրջանակի մեջ պտտացրել են, ի վերջո դուք պետք է մի օր այդ համարձակությունը անեք, համարձակ քայլը պետք է անեք մի հատ
տակ ձեր ձայնը ազգային ժողովրդավարական բևեռին եւ հետո տեսնեք, լինում է թե չի լինում, մենք մեր ասացի տերն ենք, թե տերը չենք։ Դուք եք մեր ուժը, սիրելի ընկերներ, սիրելի ժողովուրդ, դուք եք մեր ուժը։ Ազգային ժողովրդավարական բևեռի ուժը ժողովուրդն է, ինչպես ամեն տեղ ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը։ Հիմա դուք որոշեք ձեր ճակատագիրը, դուք պատրաստ եք նրան, որ համակերպվելու եք նրա հետ, որ 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստանում բնակվելու, դուք համակերպվել եք, դուք համաձայն եք նրան, որ Արցախի հարցը փակված է, դուք համաձայն եք Նիկոլի ստախոսության հետ, որ Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններով մենք սահմանազատում ու սահմանագծում ենք անելու։ Ընկերներ ջան, Հայաստանի ուրեմն միջազգայինորեն ճանաչված սահմանները դա առաջին հանրապետության իրավահաջորդությունից բխող սահմանադրաիրավական սկզբունքի վրա սահմանազատում եւ սահմանագծում արված սահմաններն են դրանք։ Եվ Արցախը ներառյալ Հայաստանի կազմում է։ Դուք պետք է, մենք բոլորս պետք է հասկանանք, որ Արցախի կորուստը մեր համար միայն հայրենիքի կորուստ չի, դա կարևոր, շատ կարևոր Հայաստանի լինելու չլինելու հարցն է նաև, որովհետև Արցախը Հայաստանի համար ստրատեգիկ նշանակություն ունի։ Բուվերային գոտի էր ինքը, հասկանում եք, իսկ հիմա մեզ խաբում է, ասում է, մենք Արցախը տվել ենք, բայց փրկել ենք Հայաստանը, սուտ է ասում, ժողովուրդ ջան։ Մենք ականջ ենք դնելու Նիկոլի ստերին, համակերպվելու ենք, հնազանդվելու ենք, իր ստերի հետ։ Տվեք մեզ ուժ, դուք եք մեր ուժը, ժողովուրդ ջան։ Համար 8-ին քվեարկեք ազգային ժողովրդավարական բևեռին եւ պահանջեք, ասեք մենք ձեզ ձայն ենք տվել, մի ասեք դուք թույլ եք, մենք թույլ ենք այնքան ժամանակ, մինչեւ հայ ժողովուրդը մեր թիկունքին կանգնած չի, մենք մինչեւ այդ ժամանակ ենք թույլ, երբ որ հայ ժողովուրդը իր վստահության քվեն կտա համար 8-ին ազգային ժողովրդավարական բևեռին, այն ժամանակ այն գաղափարական ուժը, որ մենք ունենք, գետնի վրա հարուրապատկվելու է եւ դառնալու է ֆիզիկական ուժ, հասկանում եք, տեսանելի, շոշափելի գետնի վրա ուժ, եւ դրանից հետո նոր ասեք դուք թույլ եք։ Մի վախեցեք, դուք ձեր վրա կասկածում եք, ժողովուրդ ջան, դուք ձեզ վրա կասկածում եք, դուք ձեր ձայնի վրա կասկածում եք, ձայն տվեք ազգային ժողովրդավարական բևեռին, ուժ տվեք ազգային ժողովրդավարական բևեռին, ուժ դարձրեք, շոշափելի, նկատելի, ակնառու ուժ դարձրեք ազգային ժողովում, ազգային ժողովրդավարական բևեռին, եւ հետո նոր տեսնենք, մենք ուժեղ ենք, թե թույլ ենք։ Մենք գաղափարապես ուժեղ ենք եւ դրա մասին անընդհատ ասում են մեր հայրենակիցները, ասում են, բայց դուք փող չունեք։ Ժողովուրդ ջան, եթե մենք ժողովուրդ ունենանք, մենք ինչ ենք անելու այդ փողը։ Այդ փողը ժողովուրդն է տալիս, այդ ուժը ժողովուրդն է տալիս։ Ովքեր նոր են միացել, ես այստեղ կդնեմ հղումը ազգային ժողովրդավարական բևեռի, չնայած որ Հերմինեն իր էջով է տարածել, թե ինչպես Փաշինյանը նորից փախավ ազգային ժողովրդավարական բևեռ ուժի գաղափարների եւ մեղադրանքներից։ Նա պարզապես փախուստի դիմեց, չպատասխանեց մեր հարցերին։ Չպատասխանեց, դուք պատկերացնում եք, եթե մենք ազգային ժողովում լինենք, ու մենք լինելու ենք ազգային ժողովում, Նիկոլը օր ու արև չի ունենալու, ձեր վստահության քվեն, ձեր ուժը, ժողովրդական ուժը, ձեր վստահության ուժը, տվեք ազգային ժողովրդավարական բևեռին, համար 8-ի ներքո ենք մենք, եւ այն ժամանակ նոր կտեսնեք եւ մեր գաղափարների, եւ մեր պայքարի ուժը, եւ մեր չնահանջելու, աննահանջ լինելու ուժը, եւ մեր սկզբունքայնությունը, եւ մեր պահանջատիրությունը, եւ մեր արժանապատվության ուժը, այդ ամեն ուժը դուք տեսնելու եք, եւ դա պատկերացնում եք ինչ է փոխանցվելու է ձեզ։
Դուք պետք է մեզ ուժ տաք, մենք էլ այդ ուժը փոխանցելու ենք ձեզ, եւ երկուստեք մենք ուղղակի այս թրքամետ քաղաքացիական պայմանագիր թրքամետներին ուղղակի վռնդելու ենք մեր երկրից։ Մի վախեցեք, մեզ ուժ տվեք, ձեր ձայնը մեր ուժն է, քվեարկեք համար 8-ին, եւ դուք կտեսնեք իրական պայքարող ուժին, եւ դուք կտեսնեք իրական արժանապատիվ ուժի ներկայությունը եւ թե ինչպես է պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները, ոնց է դնելու միջազգային դատարանների առաջ եւ ի վերջո մենք պետք է անverջ այս շրջապտույտից ազատվենք թե ոչ։ Հունիսի 7-ին Նիկոլը պետքա չլինի Հայաստանի ղեկավար։ Վերջ ժողովուրդ ջան, սա պետք է մեր գլխում ամրագրված լինի։ Եթե Նիկոլը մնաց, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք հերթական զիջումներին, մենք պետք է պատրաստ լինենք հայ առաքելական եկեղեցու մասնատմանը, մենք պետք է պատրաստ լինենք, այսպես ասած, նոր սահմանազատումների հայրենիքի հանձնմանը պետք է պատրաստ լինենք, եւ ի վերջո մենք պետք է պատրաստ լինենք, որ 300,000 թշնամի գալու է ապրի մեր կողքը։ Խնդրում եմ ձեզ, սա կարճ ուղիղ եթեր էր, տարածեք այս ուղիղ եթերը, քաջալերվեք սիրելիներս, ուժ տվեք ազգային ժողովրդավարական բևեռին, ձեր ձայնը մեր ուժն է։ Այսօր տարբեր որպես տեղեկություն նաև ասեմ, որ բևեռը տարբեր ուրեմն շրջաններում այսօր լինելու Արագածոտնի մարզում, արդեն իսկ Աշտարակ քաղաքում է եղել, Գյումրիում է այսօր լինելու ազգային ժողովրդավարական բևեռը, գնացեք, շփվեք, հարց տվեք, Ժիրայր Սեֆիլյանն էլ է իմիջայլոց գալու Գյումրի, գնացեք հանդիպում ունեցեք։ Ժողովուրդ ջան, մենք պետք է համախմբվենք ու մեր երկրի հարցը լուծենք, մեր տան գործը պետք է վերցնենք մեր ձեռքը, որ Նիկոլը չի մեր տերը։ Նաև մի խումբ կենտրոնում է լինելու, ես մեր խմբի հետ լինելու եմ Զորավար Անդրանիկի ուրեմն մետրոյի կայարանի մոտ եւ այնտեղից շարժվելու ենք տարբեր տեղեր, այնպես որ ակտիվ եղեք, ընկերներ ջան, ու մի վախեցեք, գնացեք ձեր վստահության քվեն, ազգային ժողովրդավարական բևեռի ուժը պետք է դառնա ժողովուրդը, գնացեք ուժ տվեք մեզ, ընտրեք համար 8-ին ու մի վախեցեք, դուք ձեր ձայնը տալուց մի վախեցեք ժողովուրդ ջան, դուք ձեր մասին կարծիքը, որը ոչնչացվել է, բարձրացրեք, վստահեք ձեր ձայնին, տեր կանգնեք ձեր ձայնին, ժողովուրդ ջան, ու գնաց եկեք ասեք, բևեր, ձայն տվեցին քեզ, տեր կանգնիր մեզ։ Այսքանը ընկերներ ջան, չվախենակ, մենք գալու ենք ազգային ժողով, չվախենակ, քվեարկում ենք համար 8-ին, շնորհակալ եմ ընկերներ ջան, տարածեք այս ուղիղ եթերը, մեկնաբանություններ գրեք, հարցեր գրեք, ակտիվ եղեք ժողովուրդ ջան, քիչ է մնացել, թույլ պետքա չտանք Նիկոլի վերարտադրությունը, շնորհակալ եմ։